Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, տեսեք այս ռոլիկը տեսնելով Ես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանաց։ Տեսեք հարգելի հայրենակիցներ, ես մի քանի օր առաջ ավելի խորը թեմաներից, երբ որ խոսեցի, այս մարդկանց պետք է որ այս բոլորը շեղեն, այս երեխաները, որ գնում են կործանման, 40% աճը նարկոտիկի եւ ամբողջ Հայաստանում ինչ կատարվում է, այս մարդը մեր եկեղեցիները անվանում է Չուլան։ Դուք պատկերացնում եք, հարգելի հայրենակիցներ, երկրի ղեկավարը երկրի աթոռին նստած, չկա մի երկիր աշխարհի վրա, համոզված կարակ լինեք, ոչ մի պրեզիդենտ եւ ոչ մի պրեմիեր-մինիստր թույլ չի տա ամբողջ աշխարհի դեմ իր սրբավայրերին Չուլան անվանի։ Ինչու անվանում Չուլան, որովհետեւ նա Չուլանում է մեծացել։ Նա մանկություն չի ունեցել, նա երջանիկ կյանք չի ունեցել, նա եկել է որ ձեր սաղիդ պղտորի, սաղիդ կյանքը պղտորի արդեն պղտորել է։ Ուրիշ բան եմ ուզում ասեմ, հարգելի հայրենակիցներ, տեսեք, այսօր մեր երկրի վիճակը անտանելի է, անհնարին անտանելի է, ամեն առումով, թե քյասիբության, թե կեղտի, սա խոսում է կեղտից։ Արեք մի հատ Երևան կենտրոնից դուրս գանք, գնանք մասիվները, շենքերը ծրվել են, հարգելի հայրենակիցներ, բայց ես ներեք կեղտոտ, էլեկտրական ամբողջ պրովոդները կախված վառվում են, սոճիկները հասկանում եք սա ինչից է խոսում։ Սա նորից ժողովրդին շեղում է մի մարդու համար, որ ինքը իր վրա վերցնի, որ ինքը մտում թե ուզում է որ մեր երգիրը, մեր եկեղեցիները, մեր սրբավայրերը գեղեցիկ լինեն։ Դու ինչ ես անում մեր եկեղեցիների համար։ Դու ինքդ ինչ ես անում, կյանքում մի ցենտ, մի ռուբլի տված կաս մեր եկեղեցիներին, մի օգուտ տված կաս, եկեղեցիներ կան, որ քանդվում են, բայց ցեմենտի մեշոգել կլինի, հին բանվորները կլինեն, որոնք վերանորոգում են։ Դու սրա տակ ուզում ես եկեղեցուն կպնես, որովհետև ձեր գործը սատանայինն է, դուք եկել եք, որ հայկական եկեղեցին ոչնչացնեք, տարբեր ձևերի հարվածներով քո մոտ չստացվեց, երբ որ հայ խաչակիրները 5000 մարդ կանգնացրեցին ոտի, քո բերած Ամերիկայից են շարլատան փչացածները չկարողացան գան, հիմա ուրիշ ձև ես հարցակում, գիտես խի, որովհետև դու հակասություն ունես մեր եկեղեցու հետ, անձանց հետ, դու ամբողջ անձանց դնում ես մի կողմ, դու ամբողջ հայոց կրոնը տրորում ես, տղամարդ ես, ում հետ հարց ունես, բարձրաձայնի, եկեղեցուց ով է քեզ անհանգստացնում, բարձրաձայնի նրան դու անդրադարձի, ոչ թե ամբողջ հայոց եկեղեցուն, որը պահպանել է մեր 1700 տարվա քրիստոնեությունը, որի համար մենք կյանք ենք տվել 1,5 միլիոն, որի համար մեր կրոնը պահել է 800 տարի չունենալով մենք չունենալով պետություն, հասկանում ես դու ինչ ես անում։ Հարգելի հայրենակիցներ, շատ շուտով դուս է գալու այն ֆիլմը, որը ձեր բոլորի հարցերին պատասխանելու է։ Աշինյան, դու ինչի համար եկար Հռոմ, ում տեսար Հռոմում, ով աշխատեց քո հետ, որ դու եկար դարար վարչապետ, ով օգնեց քեզ, ինչ փողերա ծախսվել, ով ինչ դերերա կատարել, ինձի ինչի համար խաղից ուզում եք անեք, որտեղ եմ ես ձեզ խանգարում, ինչի համար է ին վրա 2008 թվից սպանություններն ու ին վրա ու ամբողջ դատական գործերը չի կանգնում։ Դրա պատասխանը ստանալու եք հարգելի ժողովուրդ ու հասկանալու եք, այս ամեն ինչի միտքը այնքան խորն է, որ դուք դաժե չեք պատկերացնում, որովհետև սրանք սաղին մցրել են տարբեր ցանկեր, տարբեր անկյուններ, միակ մարդը մնացել եմ ես, որ ճիշտն ասում եմ դեմքներին, դուրները չի գալի իմ ազգի, իմ պետության, իմ վաղվա օրվա համար, սրանք ամբողջ պետությունով ընկել են իմ հետևից։ Իմ գործը Աստծու տված գործն է, խաչը համերաշխության, Աստծու բերած խաչն է, որով ձեզ ջախջախելու եմ, կարակ չկասկածեք, իսկ ձեր գործը սատանայինն է, պատրաստվեք կռվի։ Ես Աստծու խաչով եմ գալիս, դուք արեք ինչով կուզեք, այդ ամբողջ ձեր սաստավով, շալաշով կեքի, մնաք բարով։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, տեսեք այս ռոլիկը տեսնելով Ես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանաց։ Տեսեք հարգելի հայրենակիցներ, ես մի քանի օր առաջ ավելի խորը թեմաներից, երբ որ խոսեցի, այս մարդկանց պետք է որ այս բոլորը շեղեն, այս երեխաները, որ գնում են կործանման, 40% աճը նարկոտիկի եւ ամբողջ Հայաստանում ինչ կատարվում է, այս մարդը մեր եկեղեցիները անվանում է Չուլան։ Դուք պատկերացնում եք հարգելի հայրենակիցներ, երկրի ղեկավարը երկրի աթոռին նստած,
Չկա մի երկիր աշխարհի վրա համոզված կարակ լինեք, ոչ մի պրեզիդենտ եւ ոչ մի պրեմիեր-մինիստրը թույլ չի տա ամբողջ աշխարհի դեմ իր սրբավայրերին Չուլան անվանի։ Ինչու ամանում Չուլան, որովհետեւ նա Չուլանում է մեծացել։ Նա մանկություն չի ունեցել, նա երջանիկ կյանք չի ունեցել, նա եկել է որ ձեր սաղիդ պղտորի, սաղիդ կյանքը պղտորի արդեն պղտորել է։ Ուրիշ բան եմ ուզում ասեմ, հարգելի հայրենակիցներ, տեսեք, այսօր մեր երկրի վիճակը անտանելի է, անհնարին անտանելի է, ամեն առումով, թե քյասիբության, թե կեղտի, սա խոսում է կեղտից։ Արեք մի հատ Երևան կենտրոնից դուրս գանք, գնանք մասիվները, շենքերը ծռվել են, հարգելի հայրենակիցներ, պայծեզները կեղտոտ, էլեկտրական ամբողջ պրովուդները կախված վառվում են, սոճիկները հասկանում եք սա ինչից է խոսում։ Սա նորից ժողովրդին շեղում է մի մարդու համար, որ ինքը իր վրա վերցնի, որ ինքը մտում թե ուզում է որ մեր երկիրը, մեր եկեղեցիները, մեր սրբավայրերը գեղեցիկ լինեն։ Դու ինչ ես անում մեր եկեղեցիների համար։ Դու ինքդ ինչ ես անում, կյանքում մի ցենտ, մի ռուբլի տված կաս մեր եկեղեցիներին։ Մի օգուտ տված կաս, եկեղեցիներ կան, որ քանդվում են, բայց ցեմենտի մեշոգել կլինի, հին բանվորներ կլինեն, որոնք վերանորոգում են։ Դու սրա տակ ուզում ես եկեղեցուն կպնես, որովհետև ձեր գործը սատանայինն է։ Դուք եկել եք, որ հայկական եկեղեցին ոչնչացնեք, տարբեր ձևերի հարվածներով քո մոտ չստացվեց, երբ որ հայ խաչակիրները 5000 մարդ կանգնացրեցին ոտի, քո բերած Ամերիկայից են շարլատան փչացածները չկարողացան գան, հիմա ուրիշ ձև ես հարցակում, գիտես խի, որովհետև դու հակասություն ունես մեր եկեղեցու հետ, անձանց հետ, դու ամբողջ անձանց դնում ես մի կողմ, դու ամբողջ հայոց կրոնը տրորում ես, տղամարդ ես, ում հետ հարց ունես, բարձրաձայնի, եկեղեցուց ով է քեզ անհանգստացնում, բարձրաձայնի նրան դու անդրադարձի, ոչ թե ամբողջ հայոց եկեղեցուն, որը պահպանել է մեր 1700 տարվա քրիստոնեությունը, որի համար մենք կյանք ենք տվել 1.5 միլիոն, որի համար մեր կրոնը պահել է 800 տարի չունենալով մենք չունենալով պետություն, հասկանում ես դու ինչ ես անում։ Հարգելի հայրենակիցներ, շատ շուտով դուս է գալու այն ֆիլմը, որը ձեր բոլորի հարցերին պատասխանելու է։ Աշինյան, դու ինչի համար եկար Հռոմ, ում տեսար Հռոմում, ով աշխատեց քո հետ, որ դու եկար դարար վարչապետ, ով օգնեց քեզ, ինչ փողերա ծախսվել, ով ինչ դերերա կատարել, ինձի ինչի համար խաղից ուզում եք հանեք, որտեղ եմ ես ձեզ խանգարում, ինչի համար է ին վրա 2008 թվից սպանություններն ու ին վրա ու ամբողջ դատական գործերը չի կանգնում։ Դրա պատասխանը ստանալու եք հարգելի ժողովուրդ ու հասկանալու եք, այս ամեն ինչի միտքը այնքան խորն է, որ դուք դաժե չեք պատկերացնում, որովհետև սրանք սաղին մցրել են տարբեր ծակեր, տարբեր անկյուններ, միակ մարդը մնացել եմ ես, որ ճիշտն ասում եմ դեմքներին, դուրները չի գալի իմ ազգի, իմ պետության, իմ վաղվա օրվա համար, սրանք ամբողջ պետությունով ընկել են իմ հետևից։ Իմ գործը Աստծու տված գործն է, խաչը համերաշխության, Աստծու բերած խաչն է, որով ձեզ ջախջախելու եմ, կարակ չկասկածեք, իսկ ձեր գործը սատանայինն է, պատրաստվեք կռվի, ես Աստծու խաչով եմ գալիս, դուք արեք ինչով կուզեք, այդ ամբողջ ձեր սաստավով, շալաշով կեքի, մնաք բարով։